Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք հետևյալ պատկերը, այն 3 բանակցային ուղղություններով, որտեղ ակտիվ է ամերիկյան դիվանագիտությունը։ Սրանք հարցեր են, որոնց լուծումը կարող է տալ միայն Ամերիկան։ Սակայն ինչ ենք տեսնում, որ երեքում էլ կարծեք թե ինչ-որ առնվազն տակտիկական, բայց փակողային իրավիճակ է ստեղծվել։ Մենք նոր խոսում ենք ռուս-ուկրաինական պատերազմից և դրա շուրջ ծավալվող դիվանագիտական ակտիվությունից, այո, բացի հումանիտար հարցերից, այլ հարցի լուծում ոնց որ թե չի ստացվում, իսկ կոնգրեսում մարտական են տրամադրված, հասկանալով, որ հանձինս Պուտինի իրենք բանակցությունների պարտնյոր չունեն և այստեղ պետք է հասնել խաղաղության միայն ուժի միջոցով։ Իրանի հետ բանակցությունները ևս դեմ են առել ինչ-որ անհասկանալի մի պատի, երբ Միացյալ Նահանգները կոշտացրեցին իրենց մոտեցումը Իրանի միջուկային ապագայի հետ կապված, պահանջելով Թեհրանից ընդհանրապես դադարեցնել և փակել ուրանի հարստացման իր կարողությունները, ինչին Իրանը դեմ դուրս եկավ և ասաց, որ այդ հենքի վրա գործարք չի լինելու, որում ասաց դրա մասին բաց։ Մյուս կողմից էլ Իրանը պատրաստակամություն հայտնեց բոլոր առումներով բաց լինել ցանկացած ստուգողների, այդ թվում նաև ամերիկացիների համար։ Հիմա չի խոսվում նաև 3 տարով այդ ուրանի հարստացման պրոցեսը սառեցնելու հնարավորությունը, ուղղակի դրել և կոշտ ձևով պահանջում են փակել այդ կարողությունները և թե ինչ է լինելու դրանից հետո պարզություն չկա։ Նույնը մենք տեսնում ենք արդեն Իսրայելի և Գազայի արաբների միջև, այդ Համաս տերորիստական կազմակերպության միջև ընթացող բանակցությունների, որտեղ թվում էր թե ռացիոնալ բանաձևը ուղղակի մակերեսին է։ Ընդամենը պետք էր, որ այդ մի քանի պատանդներին, որին Համասը պահում է, պետք է ազատել նրանց, իսկ Իսրայելն էլ իր կողմից դադարեցնի ռազմական գործողությունները Գազայում։ Չի ստացվում պայմանավորվածությունները, ինչ պատճառով դա արդեն շատ ավելի խորը քննարկման հարց է, բայց այս ամենի շահառուն հաջողության Ամերիկան էր չի ստացվում։ Փորձենք հասկանալ ինչ է լինելու սրանից հետո, հատկապես մեզանից հարավ ընկած այս մեծ, չափազանց կարևոր և անկայուն, պատմականորեն անկայուն տարածաշրջանում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրն է Դավիթ Հակոբյանը, Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախկին տնօրենը, Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի ծրագրի գլխավոր խորհրդականը, մարդ, ով երկար տարիներ ապրել է Մերձավոր Արևելքում և տեղյակ է այդ ամենին անմիջապես։ Բարև եք եկել, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք ուշի ուշով հետևում եք այս զարգացումներին, Ամերիկա-Իրան այս բանակցություններին, որոնց 5 ռաունդը ավարտվել է, 6-րդի մասին ձայն չկա, և նաև մենք տեսնում ենք Ամերիկա այդ Իսրայել-Համաս բանակցությունները, որոնք արդեն մի քանի միջնորդներ ունեն, հա Քաթարն է մի կողմից, բուն հենց ինքը Ամերիկան, Սաուդյան Արաբիան է այսպես միջնորդավորված միջնորդում, հա, այսպես ասենք,
բայց ոնց որ այստեղ եւս փակուղի է եւ նաեւ մենք որոշակի տրանսֆորմացիա ենք տեսնում Եվրոպայի եւ Իսրայելի հարաբերություններում, եվրոպական ընկալումներում Իսրայելի վարած քաղաքականության նկատմամբ եւ Ամերիկա-Իսրայել հարաբերություններում այս Թրամփի պատմական այցը Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Էմիրություններ եւ գագաթնաժողովը եւ չկար Իսրայելը այս աշխարհագրության մեջ։ Ինչ ունենք այս պահին ձեր գնահատականը ձևավորված քաղաքական պահի համեցեք։ Շնորհակալություն հրավերքի համար, իսկապես ոնց որ դուք նշեցիք ռուս-ուկրաինական պատերազմը ու մերձավոր արևելքը sense շրջապտույտ տուրբուլենցիաների մեջ մենք էլ երկու էս տուրբուլենտ դաժան ալիքների մեջ մեզանից հյուսիս, մեզանից հարավ, մենք մեջտեղ մենք էլ երկու կողմից էլ ստանում ենք շոկերը մեր վրա ինչ որտեղ ազդում են ու իլրացում այդ բոլոր ճնշման կետերի որ դուք ասեցիք նաև Սիրիա որի մասին բազմաթիվ անգամ խոսացել ենք ոնց որ այսօր Սիրիայի ղեկավարը Ահմադ Ալ-Շարան դարձել է արդեն իր վրա պատժամիջոցները հանվել են ինքը ընկալվում է Ֆրանսիա այցելեց սեպտեմբերին այցելելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունենալու ամերիկյան պատժամիջոցներ եվրոպական պատժամիջոցներ հանվում է դրա հետ մեկտեղ Իսրայելը մեծ խնդիր ունի Սիրիայի հետ ու Իսրայելը Թուրքիայի հետ մեծ հակամարտության ակնկալիքներ ունի դա համար նույն ու նեղ խնդիրը որն է խնդիրներից մեկը այսինքն որ մոտ 10,000 ոչ սիրիացի զինվորներ կան այդ բանակում, որը Շարային, Ահմադ Ալ-Շարային բերեց հաղթանակի ու այդ մարդիկ հիմա ինտեգրվում են սիրիական բանակի մեջ։ Պատկեր ույգուրներ, չեչեններ, չգիտեմ, ուզբեկներ եւ այլն ու այդ բոլոր ազգությունների դեմ բան չունեն, բայց իրանց ամենառադիկալիզացված մասերն են, որոնք դառնում են սիրիական բանակի կորիզը թուրքական օժանդակությամբ կազմակերպվելով։ Հիմա հույսեր կա, որ Սիրիան դա կարող է որոշակի ստաբիլության գա, բայց կարող է եւ Սիրիան խաոսի վերածվի ու կարող է իհարկե իր ամեն ինչ կլանի ուտեղ առանձին խնդիր է Ահմադ Ալ-Շարային այսքան օժանդակում արևմուտքի կողմից դա բերելու դրական թե ավելի բացասական արդյունքների որը ավանսով է չէ՞ ավանսով տրվում է ու ինչ որտեղ ինքն էլ նաև իր տեսքը փոխել է հակուստը սաներվածքը միրուկի նույն մորոկի նորից կտրվածքի ձևը հայացքը փոխ կապտրամնել ասեց ոնց որ կարգին տղա երևում բանով տեսքով եւ այլն բայց դրա հետ մեկտեղ ինձ թվում է նաև արևմուտքը որոշակի դասեր Աֆղանիստանից ու Իրաքից քաղել երբ որ Աֆղանիստանում չուզեցին տալիբները ոչ մի ընդհանուր կառավարություն 20-25 տարի առաջ, որոշին տալիբներին դեռիվ մարգինալիզացնել, վերջում տալիբները բոլորին մարգինալիզացրեցին։ Իրաքում ինչ եղավ։ Ամերիկան էլ դուրս եկավ։ Ամերիկայի ընդդեմ Իրաքում ինչ եղավ։ Իրաքում երբ որ Սադամ Հուսեյնի գնալուց հետո, փաստորեն որոշին բոլոր բաթկուսակցության անդամներին, բոլոր պետծառայողներին, բոլոր բանակ, որը բոլորը սունիներ էին հիմնականում, իրանց բոլորին մարգինալիզացրեցին, որը ISIS դարձավ Դաիշ ISIS Հիմա այս իսլամական պետք է փոխանակ եթե այնտեղ բոլորին մտրակով ենք վերաբերվում փորձում ենք դաշտ ազատել հիմա ոնց որ ասում են քաղցրով գրավենք ներգրավենք գուցե ինքը կամաց ցիվիլիզացվի բայց դա առանձին այդ ձեր նկարագրած դաշտում որտեղ պայթուն ավտանգ տարբեր բարդ խաղեր են գնում Սիրիան դժվար էլեմենտներից մեկն է իմիջիատ Սիրիայի ղեկավարը այսպես շատ հետաքրքիր հայտարարություն արեց մենք պատրաստ ենք ասեց Իսրայելի հետ հարաբերություններ ունենալ եւ նաեւ այն երկրների հետ որի հետ Իսրայելը սկզբունքորեն ոչ մի հարաբերություն չի կարող ունենա ես ենթադրում դա Իրանի մասին է խոսքը գնում այսինքն դա իրանք որոշակի գերապատվություն են տալիս Իսրայելին ընդդեմ Իրանի երբ որ առաջ Իրանն էր գերիշխում Սիրիայում հիմա հակառակ ալիքն է ես այս վերջերս կարծեմ ասեցի Թեհրանում էր նաև այդտեղ Թեհրան Dialogue Forum քննարկումները շատ հետաքրքիր էր ու մի հատ նյուանս կար շատ հետաքրքիր իմ համար որ Իսրայելի մասին իրենք միշտ խոսում են սիոնիստական կազմավորումը հիմա ասում են իսրայելական պետությունը դա այսինքն որոշակի քայլ էր Իրանի կողմից, որ մենք պատրաստ ենք խոսել իրենց մասին, դա ոչ թե չարիքների չարիքն է, որ նույնիսկ անունը չտիտանք, առանց ստիգմատիզացիայի։ Հա, այդ կարգի ինչ-որ բան չկար, պատրաստ ենք ռացիոնալ հարաբերություններ, քննարկումներ, որոշակի մեսեջներ այդ կարգի գնում։ Լիբանանն է իր հերթին, Լիբանանում եկել են շատ պրագմատիկ, ռացիոնալ, Լիբանանի նոր վարչապետը նախկին ՄԱԿ-ի այդ հատուկ այդ դատարանի դատավորներից մեկն է, շատ հետաքրքիր
կարևոր երևացող կենսագրությունով մարդ է, ու շատերը որ ավելի քիչ Հեզբոլլայով Լիբանանը, երբ որ առաջ պետության մեջ էր, հիմա դառնում է Լիբանանը շատ ավելի պրոարևմտյան, պրոֆրանսիական կառավարելի, Լիբանանի հետաքրքիր հույսեր կա, ու ստեղ բարդ դինամիկա է գնում։ Թուրքիան, որը զգում է ինքը հիմա Սիրիան, եթե ինքը Սիրիան կարողանա կլանի իր հայացքները շարունակել են դեպի արևելք, ուղղված ու Թուրքիայի մոտ այդ կա։ Դանդաղ, բայց ինքը փորձում է Լիբիա, Սուդան, չգիտեմ, Եթովպիա, Սիրիա եւ այլն իր արիալը, ասած ասած լայնացնում է։ Դրա հետ մեկտեղ Իսրայելի հետ ինքը անդադ հակասությունների մեջ է գալիս։ Իսրայելը Թուրքիայի հետ սակ երևում է, որ գնում են ինչ որ պահին հատվելու են կամ ինչ-որ հարված է տեղի ունենալու, ինչքանով դա փափկեցվելու է, ամերիկացիները, որոնք առաջ հստակ պրոիզրայելական են, հիմա շատ ավելի բալանսավորված են, փորձում իրենք որոշակի խաղեր տանեն, ու այդ Աբրահամյան ակորդները, որի մասին համաձայնագրերը, որի մասին վերջերս էլ խոսում էինք, ինչ որ մի պահ ներկայացվեց, որ այս նոր սերունդի Աբրահամյան պայմանագրերը, որոնք շատ ավելի ոնց որ տարբեր խնդիրներ են ներառնում բացի զուտ խաղաղության պայմանագրից կամ Պաղեստինը ճանաչելուց, հիմա ոնց որ էլին շատ դինամիկ չի շարժվում, դրա համար դա Տրամպի համար իր հիմնական նվաճումներ, ոնց որ այս ռեգիոնում այդ Աբրահամյան համաձայնագրերի հետ կապված որոշակի պրոգրես, որը ավելի շատ ծոցի երկրներին էր վերաբերվում, որի շնորհիվ Ամերիկան փորձում էր ծոցի երկրներ Իսրայել երկու իրար չսիրող դաշնակիցների մեջ որոշակի դաշնակցություն ստեղծի տնտեսական, քաղաքական եւ այլն, որը էլի առանձնապես չի շարժվում այս պայն, բա կտեսնենք։ Նույնն է Իրանում, հա, ես մի քիչ առաջ, մի քիչ հետ, քայլ առաջ, երկու քայլ հետ այդ կարգի հետ հարաբերությունները ամերիկյան ու պարզ չի։ Իրանից էլ բանը ռիտորիկան որ գալիս է, մեկ իրենք պատրաստ են, հետո ասում են, չէ, մենք էլ մեր բոլոր այդ միջուկային օբյեկտները 800 մետրից ավել գետնի տակ են, հենց որ դուք այնտեղ չեք կարող ոչ մի ձև ասել, հենց որ ասում եմ, մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու մեր ճանապարհով, բայց եթե ուզում եք խոսալ, մենք պատրաստ ենք խոսալու։ Եկեք նստենք խոսանք, բայց որպես հավասար են։ Իրանց համար իհարկե հիմնական խնդիրը ինչի Իսրայելին կարելի է 100 հատ ատոմային զենք ունենալ, մեզ չի կարելի ընդհանրապես դրա մասին նույնիսկ մտածել։ Ու տեղ ինչի եք, այս մեզ երկու տարբեր բաներով չափերով։ Պակիստանն էլ հետ է։ Պակիստանը ունի, որը իսկապես ու եւ այլ։ Հիմա բայց մյուս կողմից եթե Իրանը ունենա, բնական է Թուրքիան էլ ունենա, Սաուդյան Արաբիան էլ ունենա։ Դոմինոյի էֆեկտ։ Դոմինո էֆեկտն է լինել։ Եգիպտոս։ Հա, բոլորը sense ասած ավելի մեծ են բնակչությունով կամ հավասար են տնտեսությունով համենայնպես ավելի մեծ են ու բոլորը կարող է Սաուդյան Արաբիան մոտ $1 տրիլիոն հնա ունեցող երկիր է, էլի բավականին ամենամեծ խոշոր տնտեսական միավորն է այդ ռեգիոնում։ Իրենք Սաուդյան Արաբիան Իրանի հետ Չինաստանի միջնորդությամբ անցած տարի իրենք համաձայնագրեր ստորագրեցին, ինչ որ հարաբերություններ սկսեց, դեսպաններ փոխանակեցին, բայց նենց չի որ շատ հեշտ է շարժվում, էլի։ Այսինքն սենց բոլոր տարբեր խաղեր, միավորներ, ամեն մեկում կա ու չկան այնց որ բարեկամից բարեկամը իմ բարեկամն է կամ թշնամուց թշնամին իմ բարեկամն է, խճճված բարդ իրավիճակ է, ու ինձ թվում է այդտեղ Հայաստանի դիվանագիտությունը բավականին ակտիվ է վերջերս քայլեր է, վերջերս մի 2-3 տարում բավականին ինձ թվում է կարևոր ակտիվ քայլեր անում, բայց նույնն է վերջերս Ադրբեջանը, որը շատ ավելի ագրեսիվ ու դինամիկ սկսեց քայլեր անել, որը հրավիրում էր Սիրիայի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներին Բաքու, Իսրայելի եւ Թուրքիայի նախարարներին կամ իրենց ներկայացուցիչներին ուզում էր Բաքվում հանդիպում, ուզում էին Նատանյախուի չստացվեց, բայց տարբեր ձևերով, այսինքն Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես Իսրայելի բարեկամ, բայց մուսուլման երկիր, որը կարող է փորձել միջնորդ լինել այդտեղ։ Մեր առաջարկը ինչ է։ Ու մենք ամեն մի առանձին արաբական այդ աշխարհի երկրների հետ մենք ունենք որոշակի լավ հարաբերություններ, բայց այդ փափուկ ուժ կամ փոքր ռեգիոնալ գեոքաղաքական խաղերում մենք դեռևս այդքան հասուն դեր չենք կարողանում ստանձնել, ինձ թվում է լավ աշխատանք սկսվել է, բայց պետք է շարունակվի։ Մի խոսքով փորձեցի sense կտորներով, հա, բոլոր այդ հարցերի շուրջը որոշակի արձագանք տամ, բայց շարունակենք դուք Եթե կվարեք ոնց Պարոն Հակոբյան, տեսեք, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շատ պարզ մի բանաձև է, ուղղակի առաջարկում եւ բարձրաձայնում։
չի լինելու միջուկային զենք, կլինի գործարք, չի լինելու ուրանի հարստացում, չի լինի գործարք։ Այսինքն, ասելիքը հետևյալն է, թողեք ուրանը հարստացնենք մինչև առաստաղ, բաց լինի այդ ամենը բոլոր տեսակի ստուգումների համար, այդ թվում նաև այն հանկարծակի ստուգումների, չէ, որը եւս շատ կարևոր գործիք է, իսկ մնացած հարցում էլ դրա դիմաց հանեք պատժամիջոցները, մենք էլ ոնց որ թե միտված ենք նորմալացնելու հարաբերությունները։ Այո, դուք նշում եք այդ հռետորաբանությունը փոխվել, էլ այն շայթան, չգիտեմ, մեկ մյուս, մեծ սատանա, այդ բաներից էլ չեն խոսում, շատ նենց ժամանակակից եւ բարձրակարգ, այսպես դիվանագիտությանը բնորոշ հռետորաբանությամբ, ինչը շատ օրինաչափ է 3000 տարվա դիվանագիտություն ունեցող երկրի համար, բայց այնուամենայնիվ կա սենց որոշակի պատ, հա, որի դեռ վրայով պետք է անցնենք, որ մտնենք 6-րդ ռաունդ բանակցությունների, ընդ որում CNN-ն էլ հաղորդում էր, որ գործարքը շատ մոտ է, ոնց որ մի քայլ պետք է արվի եւ հաջորդ ռաունդին, եթե այդ քայլն արվի, հաջորդ ռաունդին գործարքը ստորագրվելու է։ Ինչ եք կարծում, ուղղակի գործոններ կան, որոնք դուք ոնց որ ձեր կենսափորձից տեղյակ եք, նուրբ, զգայուն, հա, գործոնները, որոնք չերևացող, հա, այդ ամենը իր հավաքականության մեջ ձեզ ինչ է հուշում, կլինի այդ գործարքը թե ոչ։ Դժվար է ասել, մանավանդ հաշվի առնելով Տրամպի նաև դժվար կանխատեսելի վարքագիծը այդ առումով։ Նույնը գլխավոր առաջնորդն էլ Իրանի ինքն էլ որոշակի էգո ունի ու որը բավականին հստակ ինքը արտահայտում է։ Ի վերջո ժամանակին մինչև Տրամպի առաջի նախագահությունը արդեն մի անգամ գործարք եղել էր։ Հետո բարձրացած գործարքը լինելուց հետո էլ անպայման չի որ դա շարունակվում է։ Այսինքն ստորագրեցին ամեն ինչ պատվով, հարգանքով եւ այլն, հետո Տրամպը եկավ, չեղալ համարեց, սանկցիաները նորից մտցվեցին, պատժամիջոցներ եւ այլն։ Հիմա կլինի թե չի լինի, դա ասենց ոնց որ կոֆեի բաժակ նայելու նման բան է, սպայն կարող է մոտենան շատ ու նույն մեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է, կարող է թողտը ստորագրվի, բայց իրականության մեջ արժեքը այդքան է մեջ չլինի, ստեղ էլ այդ նույն խնդիրն է, այսինքն իմ դիտողությունը անձնական ընկալումը Թեհրանում բավականին արտաքին գործերի փոխնախարար, բան այդ մտավոր այդ ինստիտուտների քաղաքական անալիզ զբաղվող մի շարք մարդկանց հետ շփվելուց հետո իրանց համար ամենավիրավորականը, որ իրանց հավասազոր պարտների տեղ չեն ընդունում, ասենց դուք Իսրայելը լուրջ երկիր է, եվրոպական քաղաքակրթություն, բան, իսկ դուք երկրորդ կլասի երկիր եք, ձեզ պիտի պարտադրենք որոշակի վարկ ու դա իրանց վիրավորումը, դա իրանք չեն ընդունում, ուստեղ էլ, այսինքն կարևոր է, որ իրանց հաշվի նստեն, իրանց հետ ինչ-որ հարաբերություններ պահվի ու մյուս բաներ կա, այսինքն եթե չի ստորագրվում նշանակում է դա մեծ պատերազմ Իրանի դեմ։ Դրա համար Իսրայելը անդադ հայտարարում է, ասում է թե մեզ Ամերիկան օգնի, մենք միանշանակ մեծ պատերազմ, ասես մեծ ռմբակոծում, նույնը ինչ որ իրանք արեցին Լիբանանում, Սիրիայում են անընդհատ անում եւ այլն։ Հիմա Իրանը բնականաբար տարբեր մասշտաբի, ուրիշ մասշտաբի երկիր է, ուրիշ կարողությունների տեր ու Իրանի հետ ավելի նուրբ է պետք վարվել։ Հիմա այդտեղ էլ այդ էքստրեմից, այսինքն չստորագրված պայմանագրից մինչև մեծ պատերազմ դա առանձին խնդիր է, որը մեր վրա անմիջական հետևանքներ կարող է ունենա։ Պարոն Հակոբյան, մենք տեսնում ենք նաև Լիբանանում է շատ հստակ մի միտում ձևավորվել, որ նախագահ կա այլևս, հա, վարչապետ կա, դուք նաև բնորոշեցիք եւ բացի դրանից էլ Հեզբոլլահն էլ բանակ պետության մեջ, հա, երկրորդ բանակ պետության մեջ կարգավիճակից վերածվում է Լիբանանի շիական համայնքի շահերը ներկայացնող կուսակցության եւ ոչ ավելի, ոչ ռազմականացված, ինչը ըստ էության լեգիտիմ է, հա։
Եվ այդ ֆոնի վրա ամենայն դեպս որքան էլ որ խոսենք փակուղիների մասին, որոնք կան այս բանակցություններում, Միացյալ Նահանգների ռազմավարական տեսլականը, որ ամբողջ մերձավոր արևելքը ծածկել Աբրահամի համաձայնություններով, մնում է այդպեսին ու թվում է թե ավելի լավ բան հնարավոր չի մտածել։ Վերջո լավ, ինչքան կարող է սա տևել, հա։ Ինչ եք կարծում Լիբանանի եւ Իսրայելի միջև այդ Աբրահամի համաձայնությունները հնարավոր են տեսանելի հեռանկարում հաշվի առնելով նաեւ այդ process-ները, որոնք այնտեղ գնում են, նաեւ իհարկե այն փոփոխությունը, որը տեղի ունեցավ Սիրիայում, հա, որ Իրանի ճանապարհն ուղղակի փակեց եւ հիմա այլ իրավիճակ է։ Իմիջիայից հետաքրքիր է, որ Սիրիան, որը միշտ համարվել է Իսրայելի դեմ ամենախիստ հակատրամադրված երկիրը, այսինքն Հորդանանը ընդունեց Իսրայելի փաստը, հարաբերություններ ստեղծեց Եգիպտոսը, հետո Հորդանանը 90-ականներին վերջին խոսում էին, որ Սիրիան էլ պետք է ընդունի, բայց Սիրիան տենց է չընդունեց ու ամենակարևորը դրա համար Սիրիան նաև Գոլանյան բարձունքներն ա կորցրել, իր տարածքի մի զգալի մասը։ Մինչդեռ Եգիպտոսը Սինայը վերադարձել։ Հա, ինքը Սիրիան վերադարձրել է, ինքը իր բաժինը իհարկե Սիրիային էլ առաջարկել են, եթե վերադարձնենք, այս ինչ պայմաններով Սիրիան չի ընդունել, որ մեզ այս ինչ որ երաշխիքներ պետք է տրվեին, որ երբևէ վտանգ Սիրիայից չպետք է գա իս դեպի Իսրայել, ու դա էլ պարշի ինչ է նշանակում։ Հիմա այստեղ հաստատ Սիրիան արդեն այդ հայտարարությունը արել է, որ մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցենք, ու բանը Ստիվեն Հիչկոկը, որ հայտարարվի բան ամերիկյան Տրամփի հատուկ խորհրդական Վիտկով Հա, Հիչկոկ ռեժիսորը, կներեք։ Այն ժամանակ ինքը հայտարարեց Լիբանան եւ Սիրիա նաեւ հնարավոր է, որ իրենք ընդունեն Աբրահամյան համաձայնագրերը ու միանան, հետո ասեց ու ինչու՞ չէ նաեւ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչ որ հետաքրքիր էքստրապոլյացիա արեց, որը քննարկել ենք ժամանակին, հա։ Ինքը տենց բայց դրանից հետո այդ ամենը ոնց որ առայժմ այս 2-3 շաբաթվա մեջ չի շարժվել։ Միակ շարժումն էր, որ Սիրիան հայտարարեց, որ մենք պատրաստ ենք Իսրայելի հետ Առնվազն խոսենք այս շարունակում է ռմբակոծել ինչ որ դիրքեր Սիրիայում, ինչ որ տեղ ցույց է տալիս, այսինքն սիրիական ռազմական կարողություններ ինքը փորձում է հնարավորին ամեն ինչ անի, որ զրոացնի, որ ապագա, երբ որ Սիրիան դառնա ուժեղ պետություն, մի օր հա ինքը վտանգ չներկայացնի Թուրքիայի օգնությամբ թե ում օգնությամբ չգիտեմ Լիբանանից առայժմ այդ կարգի հայտարարություններ չեմ լսել ես չնայած Լիբանանը իր ասած ասած պրոարևմտյան իմիջով շատ ավելի ընկալելի երկիր է ինքը տրադիցիոն ֆրանսիական ոնց որ դոմինիոնի տակ գտնվող ֆրանսիական բնակչության Մակրոնի այցերը եւ այլն հարաբերությունները ի վերջո միակ այդ ռեգիոնում քրիստոնյա պետություններ ժամանակին երբ որ ստեղծվեց Սիրիայից կիսվեց հենց այդ բանով որ Սիրիան ավելի շատ մուսուլմանական է Լիբանանը ավելի շատ քրիստոնեական հետո իհարկե բալանսները խախտվեցին բայց Լիբանանը բոլոր իր այսինքն եթե ճիշտ գնար պատմական զարգացումները ոչ թե կարող է Իսրայելի վրա ստավկան դնեին արևմուտք Լիբանանը կարող է այդ արևմուտքի ինվեստիցիաների բիզնեսի զարգացման դեպի միջին արևել մուտքը լիներ հիմա այդ կանել չի ստացվում չէ՞ որ Բեյրութը դրախտային տեղ է ու ընդհանրապես Լիբանանը դրախտային երկիր է իր ներքին թուլությունները կառավարման առայժմ չեն ախտահարվում ու հա 2 թե 3 տարի ընդմիջումից հետո վերջապես նախագահ ունեն վարչապետ ունեն բայց դրա հետ մեկտեղ ենթադրենք Հեզբոլլան որը 20%-ի չափ կարծեմ զայրներ ունի առանձին բանակ ունի ու ինչ որ դժվար է պատկերացնել որ այն կուսակցությունը որ պարլամենտում 20% զայր ունի իր բանակը որը ավելի ուժեղ է քան ազգային բանակը կամ գերիշխումը ունի նաև բիզնես շահեր տնտեսական հետաքրքրություններ ու գերիշխումը կրթության համակարգի վրա սոցիալական համակարգի վրա այսինքն դա լրիվ պետությունը պետության մեջ էր որը շատ ավելի թուլացել է քանի որ այդ իսրայելական օպերացիայից հետո հա այդ պեյջերների հետ կապված ու ընդհանրապես Հեզբոլլան շատ թուլացել է ու Իրանից մատակարարումները Սիրիայում
ընտրվել են, չնայած հիմա ասում են նույնիսկ ամերիկացիները ուզում են դուրս գան ռազմական ամերիկյան 6 հատ բազակար ամերիկյան Սիրիայում, հիմա ուզում են մի հատը թողեն այնտեղ Սիրիայում։ Թուրքերն են ուզում վերցնեն մի շարք այդ բազաները։ Ու դա առանձին է մեկը։ Հիմա ուզում եմ ասեմ Լիբանանը իր բոլոր ներքին դժվարություններով հանդերձ դեռ առաջի քարի իրենց համար վերածնվել որպես պետությունն է։ Հետո արդեն ռեգիոնալ խաղացող կամ ռեգիոնալ ինվեստիցիաների կենտրոն ժամանակին լիբանանական բանկերը համարում են ասում են դա միջերկրական Փարիզն է, չէ՞, Բեյրութի մասին ասում են։ Բանկային կենտրոններ, լիբանանական բանկեր Սիրիա, մենակ սիրիացիները կարծեմ 20 միլիարդ դոլարի ներդրում ունեն լիբանանական բանկերի մեջ։ Ու հետո մի պահ այդ ամենը կոլապսի ենթարկվեց, էլի, ու մյուսները հիմա ու դրա հետ մեկտեղ ծոցի երկրները սկսեցին շատ արագ Էմիրատները, Կատարը շատ ավելի դինամիկ զարգանան։ Հիմա Լիբանանի վերածնունդը որպես կարող կայացած պետություն ու Լիբանանի դեռ ռեգիոնում ես իսկապես կուզենայի, որ Լիբանանում շատ ավելի կարող պետություն լիներ ու դրա նկատմամբ որ այդ ուղղությամբ քայլեր արվում են, բայց դեպի Հայաստանի հետ ամենաերևի բարեմական երկրները, երկիրը այդ ռեգիոնում ինձ թվում է Լիբանանն է, թե հայկական տրադիցիաները, թե հայկական ներկայությունը, ճանաչելիություն վստահում են, գիտեն, միշտ 1-2 հայ նախարար ունենք պարլամենտում, մի քանի տեղ ունենք, էլի, ու այդ կարևոր է այդ մեր հարաբերություններում։ Նենց որ Լիբանանի հետ ու մենք էլ ես գիտեմ որ քննարկվում է համատեղ այցեր ունենալ Հայաստան, Լիբանան, հարաբերություն։ Դա մենք sense ոնց ասեմ, դիվանագիտորեն իրար սիրում ենք, բայց պրակտիկ աշխատանք շատ քիչ արվում հողի վրա, հա։ Թեմաներ չկա, այսպես։ Դե պետք է ներդրումներ, տեխնոլոգիաների զարգացում կամ իրենց բանկային համակարգը, Biblos բանկսեղ ունենք, որը լիբանանական ցանկություն, բայց փոքր է, հա, շատ փոքր է։ Պոտենցիալը շատ ավելի մեծ է։ Ու դրա վրա երկուստեղ պետք է աշխատենք, էլի ուզում եմ ասեմ, այդ մեր ընդհանուր այդ պրոակտիվ, ագրեսիվ երևի կենտրոնում մերձավոր արևելքում աշխատանքը Լիբանանից սկսելու Լիբանանով, ոչ միայն Լիբանանով իհարկե, բայց Լիբանանում շատ հիմքեր կա, որի վրա մենք կարող ենք կառուցել։ Պարոն Հակոբյան, երբ Արարատ Միրզոյանը այդ բյուջետային քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ պարլամենտի հանձնաժողովների այդ համատեղ նիստում, նա ասաց, որ այս տարի դեսպանություն է պլանավորվում բացվի Օմանի սուլթանատը։ Օմանը, այսպես ասենք, քաղաքականապես արաբական Շվեյցարիան է, բոլորի հետ լավ է Իրանի հետ, լավ է Արևմուտքի հետ։ Նույն Ամերիկայի իրանական բանակցությունները իր միջնորդում են, հա։ Եվ նույնիսկ իր դեսպանատներում, հա, այսպես ասեմ։ Նաև Հարավային Ասիայի երկրների հետ էլի բոլորի հետ է լավ, այսպես հավասարակշռված ու ներսում էլ, այսպես ասենք, բավականին տոլերանտ, այսպես փափուկ ավտորիտարիզմով առանձնացող մի երկիր է, որտեղ ներքին, այսպես ասենք, ընդվզումներ արաբական գարունների ժամանակ այդպես էլ չեղան, մարդիկ հանգիստ աշխատում են, ապրում են, շատ հարուստ չեն, ասենք իրենց հարևանների նման, բայց աղքատել չեն եւ պատմականորեն Օմանը եղել է, այսպես միջմայր ցամաքային առևտրի կենտրոն, հա, այդ Մասկատի շուկա եւ այլն։ Ինչ կարծում դա ինչ կփոխի Հայաստանի համար, դա միայն օմանյան, այսպես նշանակություն կունենա հայկական ներկայությունը Մասկատում, թե սա ավելի լայն կոնտեքստի մեջ մենք պետք է տեսնենք եւ ընդհանրապես այդ Լիբանանի հետ որ ասում եք, հա լավ է գնալ գալ, ասենք թե դուք ինչքան լավն եք, այդ ամենը հասկացանք, բայց այդ ամենը պետք է նաեւ տնտեսական հիմք ունենա, ներդրումներ բերի եւ այլն, մենք դրա կարիքն ունենք։ Ինչ եք կարծում այստեղ ինչ որ բան կփոխվի, մեր հարևաններն են ի վերջո, համեցեք։ Ես Օմանում չեմ եղել, ինչ որ ասեցիք, գիտեմ ու ընկալում եմ հետաքրքիր խաղացող է Օմանը, բայց ու դրա հետ մեկտեղ ուզում եմ ասեմ, բոլոր մյուս նաև փոքր պետությունները այնտեղ որ կան, հա, ենթադրենք այդ ծոցի երկրներում
Կատարը շատ ավելի լավ գիտեմ, ու այդ Կատարի փոքր փափուկ ուժի իրանց պրոյեկցիան, որ նույնը Օմանն է, ու իրանց դիվանագիտությունը, իրանց հարաբերությունը Կատարը մեկ-մեկ շատ ավելի ռադիկալ դիրքերում է, մուսուլման եղբայրներին պաշտպանել եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ ինքն էլ իր տնտեսական հարաբերություններն է, Իրանի հետ ունի, շատերի Թուրքիայի հետ շատ մոտիկ հարաբերություն, ինձ որ Կատարը շատ ավելի պրոթուրքական է, Օմանը շատ ավելի բալանսավորված է, բայց ինքն էլ Իրանի հետ իր հարաբերությունները, Արևմուտքի հետ կարողանում է շատ լավ հարաբերություններ, ու այդ իմիջիալոց այս թեմա հատկանիշը, որը մենք պիտի կարողանանք սովորենք այդ բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված կամ չգիտեմ տարբեր անուններ ունենք, ոնց կարելի է տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ ու դրա վրա կառուցել անվտանգություն, հզոր տնտեսություն, հզոր բարեկամություն, համակարգ, հա, որի շուրջը ու դա ինձ ու իմ համար այդ ինչ է ուզում ասել, որ հա դիվանագիտական հարաբերությունները դա մի հատ կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց միայն դեսպան ֆիզիկապես այնտեղ նստեցնելով դա չի կարող է դեսպաններ գնա ինչ որ մեկի հետ նստեն հայ-օմանական հարաբերությունների կենացը խմեն, բայց դա չի կարևոր, ասես հասկանալ Օմանը ինչ է, հասկանալ Կատարը ինչ է, ինչ ինվեստիցիոն հնարավորություններ այդ երկրները ունեն, ինչ հարցերում մենք դաշինքներ ունենք, չգիտեմ, դա կարող է արևային էներգետիկայից սկսած մինչև ինչ որ Ռուսաստանի հետ որոշակի բանակցություններում մենք փորձենք միջնորդ լինենք կամ մեկ ուրիշ կամ Իրանի հետ կամ մեկ ուրիշ, այսինքն մեր արժեքը կարողանանք այդ երկրներին ցույց տանք, որ մենք իրանց համար որոշակի արժեք ենք, կամ ինչ որ տրանզիտային ճանապարհներ, այս պահին դժվար է ինչ որ ցուցակ տալ, ասել այ Օմանի հետ այս հարցերը, բայց այդ որ այդ բոլոր երկրներում Լիբանանից սկսած մինչև Օման, մինչև Սաուդյան Արաբիա, դեսպանները հսկական աշխատանք, Իրաք նաև հսկական ծավալի աշխատանք պիտի ունեն, հասկանան այդ երկրի հետաքրքրությունները, շահերը, տնտեսական զարգացման հնարավորությունները ու այն հարցերը, որոնցում մենք Հայաստանը կարող է իրենց ունին գործնական կարևոր պարտներ իրենց համար, հա։ Եվ ամփոփելով Պարոն Հակոբյան, Սաուդյան Արաբիան, որ դուք էլ նշեցիք, որ ամենածանրակշիռ տնտեսական սուբյեկտն է, հա, ամբողջ տարածաշրջանում իր տնտեսական, ֆինանսական կարողություններով տասնամյակների այսպես անհաջողությունից հետո ի վերջո որոշում կայացվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։ Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը բավականին ակտիվ է եւ նոր մեր հանդիպումից քիչ առաջ տեսանք, որ Ադրբեջանը տնտեսական համագործակցության պլաններ է մշակում Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք այստեղ չենք դանդաղում։ Թվում է թե մենք լավ ագնում ենք, գալիս ենք եւ այլ, մի քիչ առաջընթաց կա իմերությունների հետ կապված, այդ ներդրումներ եւ այլն, բայց մնացածի հետ կապված միայն ոնց որ ասում են ցրցամն ենք տվել, հլա դեռ գործին չենք էլ մոտենում։ Ինչն է պատճառը, ինչու դա չի արվում։ Մինչդեռ ես պատկերացնում եի, որ այնտեղ պետք է մշտապես գործող հայկական պավիլիոն լինի, որ մենք մեր արտահանումը առնվազն առաջ տանենք, որտեղ, չգիտեմ, ֆորումներ լինեն, որ մեր բիզնեսը ներկայանա, որ մենք կարողանանք եւ պետությունը, հա, ներդրումներ ներգրավելու Հայաստան, որի կարիքը այո կա։ Էլ չեմ խոսում քաղաքականության մասին, որ ի վերջո խաղաղությունը տարածաշրջանում դռներ է բացելու տարածաշրջանային ներդրումների համար եւ այդտեղ արաբական թերակղզու պետությունների դիրքերը շատ շահեկան են դառնում մեր տարածաշրջանում։ Համաձայն։ Դրիվ համաձայն եմ ձեր հետ, ու պաստորեն Սաուդյան Արաբիան մոտորապես $1 տրիլիոն անոց էկոնոմիկա է իր հանան, հա, ամբողջ այդ ծոցի երկրները պլյուս եթե Եգիպտոս, Սիրիա, Լիբանան գումարենք, մոտ 3.5-4 տրիլիոն, հա, դա բավականին մեծ թիվ է։ Եթե այդ ամենի այդ
տնտեսական հսկա դաշտի հետ մենք կարողանանք մեր ինտեգրումը, այսինքն Եվրոպական միության հետ ինտեգրումը իր դինամիկան, իր process ունի, բայց մերձավոր արևելքի այս երկրների հետ, որը նոր դաշտ է, մենք շատ քիչ ենք այդ ուղղությամբ աշխատել ենք եղբայրություն, բարեկամություն, ինչ որ իրար սիրում ենք, հարգում ենք, ու ես գիտեմ անձամբ համարյա բոլոր երկրներում եղել եմ, երկիր չկա, որտեղ ես նշելուց հետո որ հայ եմ, միանգամից sense փառաբանություն, որ այսինչ լավ ազգ եք, այսինչ լավն եք, այսինչ աշխատող եք, այսինչ, այսինքն դուր բացելու խնդիր չկա։ Իրանց հետ որ խոսում ես, այդ քո ճակատին որ գրած է որ հայ ես, որ Հայաստանի դեսպան ես, միանգամից բացվում է։ Օտե բայց դա բացվելը մի բան է, բայց կոնկրետ առաջարկներով Սաուդյան Արաբիա, մենք ինչ ներդրումային հնարավորություններ ունենք Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ ենք տեսնում, որտեղ ընդհանենք իրանք արևային էներգետիկա, իրանք հսկայական նավթի պաշարներ ունեն, բայց նաև զարգացնում են իրենց արևային հսկայական այդ անապատերում արևի էներգիան օգտագործելու համար։ Պլանտացիաներ էներգետիկ, սենց անծայրացիչ կա։ Պատրաստեն մենք ունենք մերը, մենք կարանք համագործակցենք տեխնոլոգիայի բնագավառում, արհեստական բանականության բնագավառում, մենք բավականին ինձ թվում է հաջողություններ ունենք ու կարևոր այդ կապը Հայաստան սիլիկոնային հովիտ, հա, Սան Ֆրանցիսկոում, որը sense անմիջական որպես տնտեսական չափովի արժեք այդքան երևի չի երևում չափում, բայց հսկայական ռեսուրս է մեր համար, որ մենք այդ անմիջական կապով կարող ենք որպես այս ռեգիոնում դառնանք այն երկիրը, որը արհեստական բանականության նոր որակի տեխնոլոգիաների կենտրոն է դառնում։ Ու այս երկրների համար ի վերջո ունենք ինժեներական կարողություններ, համալսարաններ, ոչ ամենտեղ միշտ լավն են, բայց այդ երկրներին մենք մեր արժեքային առաջարկները կարողանանք ճիշտ մտածել ու ճիշտ ներկայացնել, հսկական ես աշխարհը մեծ նոր թռիչքի առաջ է, բոլոր գեոքաղաքական խնդիրներով տեխնոլոգիական անցում ենք, հա, բանականությունը մոտակա 2-3 տարում աշխարհը փոխելու է ու մենք հնարավորություն ունենք ու շատ հարցերում բավական առաջ են գտնվում։ Ու այդ նույն երկրներին, սկսած Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսով, շատ բան կարող է մեր կողմից գա։ Իհարկե մենք չենք որ այդ ամբողջ դաշտը փոխելու ենք, բայց այդ հսկայական դաշտում 4 տրիլիոն դոլարանոց տնտեսությունում, եթե մենք 10 միլիարդ դոլարի կարողանանք ինչ-որ շահեր ունենանք, դա արդեն մեր համար հսկայական տիվ է։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մի շնորհ հանդիպում։ Բարին ձեզ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Դավիթ Հակոբյանի հետ, ով ժամանակին գլխավորել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության գրասենյակը Սիրիայում, նաև եղել է խորհրդական ՄԱԿ-ի ծրագրերի գրասենյակում ողջ Մերձավոր Արևելքի եւ տարիներ ի վեր ապրել Մերձավոր Արևելքում։ Խոսեցինք Մերձավոր Արևելյան վերջին զարգացումների, նաև կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր դինամիկայի մասին։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։